Քիչ առաջ հնարավորություն ունեցա տեսակցելու քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին։ Իրենց ողջույններն են բոլորիդ փոխանցում, իրենք հաստատակամ են, իրենց պայքարի մեջ կամային։ Բոլորիդ շնորհակալությունները փոխանցել եմ իրենց պայքարում միանշանակության մեջ, իրենց պայքարից հետ չկանգնելու համար, բայց ես ուզում եմ, որ մենք չհանգստանանք այն հանգամանքից, որ իրենք ամուր են ու կամային, որովհետև ակնհայտ է, որ ցանկացած մարդ քաղաքական հետապնդման ենթարկող քաղաքացու համար շատ ծանր է այս պայմանները։ Գիտակցումը, որ ոչինչ չես արել եւ այդտեղ ես հայտնվել Նիկոլի ասած SMS-ը կատարողի ապօրինի հրահանգներով։ Ու ինչպես գիտեք, Նարեկ Սամսոնյանը արդեն որերորդ օրն է հացադուլ է հայտարարել եւ այդ հանգամանքը միայն մի բանի մասին է խոսում, որ Հայաստանում չկա արդարություն եւ արդարադատություն։ Հայաստանում խոսքի իրավունքը չի կարող իրացվել։ Նարեկի կյանքին իհարկե վտանգ է սպառնում եւ որևէ մեկը թող մեզ չհանգստացնի, թե հակառակն է։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում քաղաքական բանտարկյալները ազատ արձակվեն եւ ակնհայտ է, որ այս ամեն ինչի վերջը գալու է միայն մեկ պարագայում, եթե իշխանազավթ Նիկոլը զրկվի այդ բռնազավթված իշխանությունից։